Արգումենտ կա, խնդրում եմ տվեք, բայց տվեք հիմնավորված։ Շնորհակալություն։ Բանակցությունները չեն ավարտվել, բանակցությունները նախնական փուլում են, ոչ թե ուժերի հետ, այլ ինչ որ ավելի մեծ շրջան կազմելու, չեմ ուզում ավելի մանրամասն ասել, իսկ քաղաքական ուժի հետ կապված տարվա սկզբին ինձ թվում է մենք ունենանք արդեն նորությունները։ Շնորհակալ եմ։ Այո, եկող շաբաթ լինելու է հանրահավաք եւ ի աջակցություն, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ բոլոր խաղ բանտարկյալների։ Ինչ վերաբերվում է առաջի հարցը, իրական ընդդիմությունը տարբերվում է ոչ իրական ընդդիմությունից մի բանով, որ նա ոչ թե ուղղակի քննադատում է, բայց վերջում միանալու է իշխող ուժին, այլ նա պրինցիպիալ մի հավատամք ունի, որ իշխող ուժը պետք է չմնա, առավել ևս այնպիսի իշխող ուժ, ինչպիսին է Հայաստանում այսօր իշխող ուժը։ Մենք մի կոնսենսուս ունենք բոլոր ընդդիմադիրների հետ, իշխող ուժի հետ որևէ համագործակցություն պետք է չլինի։ Մնացողը արդեն կոնսենսուսից դուրս է։ Շնորհակալություն։ Հաջորդը Սեդան Ախարյան, ABC News, Բարենական Կոնսոլացիոնը, Պարոն Կարապետյան, դուք արդեն նշել եք, որ չեք համագործակցել երկրորդ եւ երրորդ նախագահների հետ, ինչու հստակ չեք ասում առաջին նախագահի համագործակցության մասին ձեր դիրքորոշումը եւ եթե ստացվի այնպես, որ ինչ-ինչ պայմաններով այս իշխանությունը նորից մեծամասնությունը ուղղակի այդ պարագայումները չեք համագործակցի երկրորդ եւ երրորդ նախագահների հետ։ Պատասխանեմ, ինչպես նախորդ հարցում նշեցին, յուրաքանչյուր ընդդիմության համար հիմնական հարցը, արմատական հարց է, որպեսզի ընդդիմադիր բոլոր գործիչները ոչ մի ձև չհամագործակցեն իշխանության հետ։ Եթե մեր որևէ քայլ կարող է աջակցել նրան, որ ընդդիմությունը տարանջատվի եւ իշխանությունը կարողանա պահել այն, իշխանությունը կարողանա, իշխող ուժը կարողանա իշխանություն պահել, իհարկե մենք դրան դեմ կլինենք։ Մենք տեսնում ենք, որ այդ կոնսենսուսը պահելու ենք, անելու ենք ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն։ Ինձ թվում է նա ավելի լավ ընդդիմություն է, քան իշխանություն։ Անի Գևորգյան, New Day, Պարոն Կարապետյան, երբ դուք արձագանքներ եք տալիս հայտարարությունները հանդես գալիս, իշխանության ներկայացուցիչները անմիջապես անցնում են գրոհի, հիմնականում փորձում են ծաղրել, փորձում են կրկնել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, չնայած Նիկոլ Փաշինյանը հայոց պարապում է, ես ուզում եմ նշեցնել նրա խոսքերը Սամվել Կարապետյանի ուղղված, որ Հայաստանը փոխան չէ, պետության համար բերաններ կմնա, դուք մարզային հայցեր եք կատարում, ընդհանուր տրամադրվածությունները ինչպես է, պետության համարում բերաններ կմնաց պետության, եւ մի կարևոր հարցեր եմ ուզում տալ, չնայած մասամբ արդեն անդրադարձավ, սովորաբար ընդդիմություններից առաջ ժողովրդին շատ ուժեղ մեր խաբում են ու երկրորդ ուժեղ սիքրիզներ են լինում։ Հիմա կարող է ձեր պարագայում լինի ու հանկարծ կարծրի, որ Ռոբերտ Քոչարյանը ձեր միջոցով հավաքին է կրկին մեծամասնություն լինել խորհրդարանում, որպես ընդդիմություն մեծամասնություն։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցը հիշեցնենք։ Ինձ միշտ զարմացրել է աշխատանքային ժամերին, ինչով են զբաղված մեր պաշտոնյաները,
որովհետև ես մասնավորի մեջ եմ եղել միշտ ու հավատացեք աշխատանքային ժամերին այնքան ժամանակ չեմ ունեցել, որ կոմենտ գրեմ առավոտից իրիկուն ինչ-որ անդիմությանը լսեմ ու կոմենտ գրեմ։ Իշխանության ղեկը իրենց ձեռքն է։ Եթե թող ընդդիմությանը մոռանան, իրենց զբաղվեն այն հարցերով, որը հիմքերը, ընդդիմության բոլոր հիմքերը կզրոյացնի, այսինքն զբաղվեն երկրի բարեկեցությամբ, գյուղատնտեսությամբ, հազար ուրիշ հարցերով։ Facebook-ից դուրս գան, զբաղվեն գործով, այնպիսի տպավորություն է, որ մեր պետական ամբողջ մեքենան երկու բան է անում։ Կոմենտ է գրում, ստատուս է գրում ու ասֆալտ անում։ Մեր պետությունը, մեր ամբողջ պետական համակարգը ասֆալտ անելու մասին չի, էլի։ Բացի ասֆալտի նկար գցելուց, մի որակական բան թող ներկայացնեն, մենք էլ ուրախ կլինենք դա փաստենք, մենք պրինցիպիալ լավ լուրերը ասելու կողմնակից ենք, որովհետև դա հույս է տալիս մեր հանրությանը, որ Հայաստանում կա հետաքրքիր պերսպեկտիվա, ապագա։ Ասեմ սենց, միայն մի սխալով, որ երկրի ղեկավարը արեց, ես նշել էի դպրոցների ուղղությամբ, նա մոտ $100 միլիոն մինիմում վնաս է տվել Հայաստանի Հանրապետությանը։ Ես կարող եմ թվարկել մի 3-4 այդպիսի սխալ, որով ոչ թե թալան, այլ ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում խալատն է վարկա, անպտության արդյունքում մասնագիտական։ Հնարավոր է եղել գործները ավելի մեծ գումարներ։ Ինչ վերաբերվում է թալանը հետ բերելուն, թող բերեն, մենք ուրախ են, թող հետ բերեն, ինչքան կարան, թող հետ բերեն։ Շատ լավ, ես շատ պերսպեկտիվայով մեծ ուժեր եմ տեսնում, հուսով եմ, որ կստացվի, իրենք էլ կանցնեն, իհարկե գնահատելի այն գնահատականը, որ ստացել ենք, մենք ունենք այդ կոնսենսուսը ու նաև ինձ չի թվում, որ մենք մեծ հավատամք ունենք, որ մենք հավաքելու ենք այնպիսի բազային, այնպիսի աջակցություն մեր հասարակության կողմից, որը պարզ կդարձնի մեր հասարակությանը, որ ով է լինելու ընդդիմության հիմնական գործոնը։ Մեր ամբիցիան է դա, մենք գնալու ենք դրան։ Շնորհակալ Շատ լավ, առաջին հարցին երևի հղում կտամ նախորդ հարցերից մեկին, որ ասել եմ, որ հունվարին պարզ կլինի, երկրորդ հարցը շատ հետաքրքիր հարց էր, հեցի հետ կապված, պատասխանեմ կարևոր բան, երբ որ պրոֆեսիոնալներն են կառավարում, նրանք խոսում են կոնկրետ զարգացումից, էներգետիկայի զարգացումից, մեր էներգետիկան շատ մեծ մարտահրավերներ ունի, ավելի շատ մարտահրավերներ վատ իմաստով չէ, շատ լավ իմաստով, մեծ պերսպեկտիվաներ ունի ու շատ զարգանալու տեղ ունի։ Ցանկալի կլիներ, որ չքաղաքականացնեին նաև հեցի հետ կապված հարցերը եւ զբաղվեին հենց կոնկրետ տնտեսական գործունեությամբ։ Հենց իմ ասածն էլ դա է, որ նրանք անգամ տնտեսական գործունեության պարագայում քաղաքականացնում են այդ։
ոչ թե փորձելու եք մարդկանց համոզել համալրել շարժերը, այլ լսել նրանց։ Հետաքրքիր է, թե այս մեթոդով մոտավորապես որքան մարդ է արդեն համալրել նախաձեռնության շարքերը, եւ կարող եք որը մոտավորապես թիպիչացած ինչի հետ գործում եք եւ երկրորդը ձեր երեկվա նկարված կարգի հարցերի շրջանակներում հայտարարել էիք, որ սիրում եք դուր գնալ, որտեղ անդրադարձում եք ձեզ պես հասարակ մարդկանց։ Հետաքրքիր է, թե ձեր մարզային այս ակտիվ այցելությունների ընթացքում ինչ հիմնական հարցեր եք հասցրել արդեն եւ ինչ տպավորության եք ընդհանրապես ստացել մասին ասելուց։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ելույթում նշեցի, որ արդեն 5000 մարդ միացել է շարժմանը, ամեն օր մենք ունենք աճ։ Հետաքրքիր է, ամեն մարզային այցելությունից հետո մենք ունենք մի քիչ ավելի դինամիկ աճ, ասենց առաջի 2-3 օրը, որովհետև մարդիկ արդեն ծանոթանում են ու գալիս են։ Մարզերում բավական հետաքրքիր բանի առերեսվեցինք, որ մարդիկ հիմնականում շատ են իշխանությանը չաջակցող մարդիկ, ընդդիմադիր մարդիկ։ Այդ պատճառով մենք տեսնում ենք, որ անգամ մարզերում այն մոնոպոլիան քաղաքական, որ ուներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերջի 7 տարվա ընթացքում մոտենում է իր ավարտին, քանի որ ժողովուրդը հասկացել է, որ մարդիկ զբաղվում են մենակ կոմենտ գրելով եւ ասֆալտ անելով։ Ինձ թվում է, որ նրանք ավելի երկարաժամկետ որևէ ծրագիր դեռ չեն ներկայացրել մարզերի մեր բնակիչներին։ Շնորհակալ եմ։ Մարզերի խնդիրները, եթե հետաքրքիր է, կարող եմ ներկայացնել։ Օրինակ, Արարատյան դաշտում հիմնական խնդիրը դա բերքի մտերման հարցն է, որը միշտ կա։ Ես խոսքերից մեկում մի անգամ ներկայացրել եմ, որ քաղաքացիական պայմանագրի կառավարման ժամանակ 7 տարվա ընթացքում գյուղատնտեսությունը իրական արժեքով անկում է ապրել 10%-ով, բայց մենք $100 միլիոն պետական բյուջեից տվել են գյուղատնտեսությանը։ Սա նշանակում է, որ բռնել ենք սխալ ճանապարհից եւ պետք է հիմնական ֆինանսավորումը կատարենք մտերման կայանների, որպեսզի Արարատյան դաշտում մտերման կայանների հարցը լուծվի։ Մնացող բոլոր ռեգիոններում համարյա որտեղ չկա հանքարդյունաբերություն, կա մեծ գործազրկություն։ Պարոն Կարապետյան, երկու հարցներ, մեկը խաղաղության վերաբերյալ է, Վաշինգտոնյան բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը առաջի բացի թողնում, որ հայտարարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել։ Մեր ձեռով շարժման բանաձևը որն է, այլընտրանքը որն է Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը։ Եվ երկրորդ հարցը Արեգան քիչ առաջ հայտարարեց, որ առաջարկում են արտաքին քաղաքականության նոր բովանդակություն։ Ինչ բովանդակության մասին է խոսքը մանրամասներում։ Արեգան նաև նշեց, որ մենք չենք սկսել զրոյական կետից, որտեղ մարդ կա, որ սկսել էր զրոյական կետից, եւ մենք բավական մտահոգիչ հետևանքների առերեսվեցինք։ Պետք է շատ զգույշ լինենք խոսելուց այն պայմանավորվածություններից, որը ձեռք է բերվել, ուսումնասիրվի դրա պրակտիկությունը, իրագործելիությունը, որից հետո մենք արդեն կառաջարկենք մեր տեսլականը ունենալով զարգացման երկու ուղի։ Եթե կողմերը պահելու են այդ պայմանավորվածությունը եւ ներկայացված ձևով է պահվելու զարգացման ուղին արտաքին քաղաքական մի ձև է, եթե չեն պահելու ուրիշ ձև է։ Խաղաղությունը բոլոր հայաստանյան բոլոր ուժերը ինձ թվում է այստեղ էլ կոնսենսուս ունեն, որ խաղաղությունը այլընտրանք չունի, մեր բանաձևը այս պահին հասկանալ այն եռակողմ հայտարարության, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես վկա էր հանդես եկել, հետևանքները եւ իրագործելիությունը, որովհետեւ շատ պայմանագրեր են եղել, որ չեն իրագործվել։ Սորագրվել է, բայց չեն իրագործվել։ Ուզում եմ հիշեցնել նաեւ 44-օրյա պատերազմում միջնորդ Ամերիկայի ղեկավարը հնարավորություն ունեցավ միջնորդել, սակայն ադրբեջանական կողմը չպահեց դա։ Այդ իսկ պատճառով մենք պետք է սպասենք, հասկանանք իրագործելիությունը, ըստ դրա գնանք մյուս քայլերի։ Ռոբերտ Ամստերդամը, նա հերթական անգամ վերջին իր
եւ այստեղ գույություն չունի ուղղակի արտարադատության մասնակցություններ չի կարող։ Եվ շատ կարևոր ու շեշտադրում ես նկատեցի նրա այդ գրառման մեջ։ Նա ոչ արեց հայ ժողովրդին, պաշտպանեց Սամվել Կարապետյանին եւ հայ եկեղեցուն։ Դուք չեք կարծում, որ այս ոչը նշանակում է հետեւյալը, որ դուրս անգամ նկատում է, որ ներսում հանրային դաշտում չկա համապատասխան ընդվզում ի պաշտպանություն քաղաքացիների եւ այս տեսանկյունից մեղադրելի չեն արդյոք ընդդիմության քայլերը, սա բացառումը չեք համարում եք ընդդիմության, որը չունի համապատասխան ծրագիր, հանդես չի գալիս համապատասխան դիմokraտային կապերով։ Բանտերը լցված են քաղաքացիներով եւ կարմիր շարունակ մենք չենք տեսնում համարժեք քայլեր, համարժեք գործողություն, ինչու՞ չի այդ ակտիվանում փողոցը։ Գուցե նաև այդ ակտիվացումը ինչու ոչ նպաստել դատավոր դատախազ քննիչների այդ անարդար որոշումների զսպելուն եւ ինչ է դուք պատրաստվում այդ առումով անելու փողոցի ակտիվացման հետ կապված ի պաշտպանություն մեր քաղաքացիների։ Հասարակության մեջ առանց դրան հասարակության մեջ հարցումների բոլոր հարցումների արդյունքում մեր հասարակության 70-80%-ը դեմ է արտահայտվել Սամվել Կարապետյանի եւ սրբազանների կալանավորմանը։ Դա ցույց է տալի մեր հասարակության պատասխանը այն մարդկանց, ովքեր մտածում են, թե իրենք արդեն 5 պակաս միանձնյա իշխող են այս երկրի եւ մոռանում են, որ այս երկիրը ունի ժողովրդավարական տրադիցիա եւ երբևէ այս երկրում միանձնյա իշխանություն 10-ից ավել տարի չի ունեցել ոչ մեկ։ Մյուս հարցը բողոքը ինձ թվում է հավաքները եկող շաբաթ ի աջակցություն Սամվել Կարապետյանի ցույց կտան, որ փողոցը դեռ գործոն է։ Մենք գնում ենք ճանապարհով, որը ավելի շատ նախընտրական, ընտրական լուծումներով պետք է հանգեցնի այս իշխանության քաղաքացիական պայմանագրին իշխանությունից հեռացնելու եւ ընդդիմություն սարքելու ճանապարհով, բայց նաեւ Երևանյան փողոցը իր խոսքը միշտ ասում է շատ կարևոր ժամանակահատվածում Երևանյան փողոցը կարող է կարևոր որոշումներ կայացնել, երբ որ մարդկանց իրավունքները այսպիսի խստիվ, այսպիսի կոպտորեն ոտնահարվում են։ Շարժման քաղաքական ռազմավարական պլանը թե ծրագրային թե քաղաքական։ Ծրագրային պլանը կա, այսինքն ինչ ենք մենք առաջարկում, զարգացման փուլում է, վերջնական առաջարկը կլինի արդեն քաղաքական հայտի ժամանակ։ Շնորհակալ եմ։ առաջնորդված այս ուժի մասին է ասում եւ այնպես է ներկայացնում ընտրողներին եւ հանրությանը, որ այս ուժը եթե գա իշխանության, ապա Ռուսաստանը կգա Հայաստանի իշխանության։ Ես կուզեի օրինակ ասեք, միութենական պետության մեջ Հայաստանի քաջ տարի ինչ ծրագիր ուներ, ինչպես է պատկերացնում արտաքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը առհասարակ Ռուսաստանի հետ հարաբերություններ են գերիշխել։ Ռուսաստանը լինելու այստեղ հարցեր որոշողը, թե դուք բազմավեկտեր բալանսավորված քաղաքականություն եք վարելու։ Շնորհակալ եմ շատ։ Մի հարցեր ունեմ, մեկ էլ խոսեք խնդրում եմ դաշինքների մասին, ճիշտ է տեխնացին, դաշինքի տեխնացին չեք ասում, որ ամենաշատը երևս լրագրողներից հետաքրքրում, բայց ասեք օրինակ հնարքում եք նաև քաղաքական ուժերի դաշինքով, ոչ քանհատների, այլ ուժերի դաշինքով մասնակցել ընտրություններին եւ արդյոք Սամվել Կարապետյանի բանտում լինելը
բացասական չի անդրադառնալ ձեր հնարավոր հաջողության հարցին։ Շատ լավ, երկուսն է շատ լավ հարց են, առաջինը մի քիչ երկար կպատասխանեմ, եթե դեմ չեք։ Հա, ինչ մեր դեմ, ինչ թեզ պետք է այդ մարդիկ առաջ բերեին։ Հիմնականում օպոնենտների դեմ բերում են թեզեր, որոնք վախեցնում են հանրությանը, որ փորձեն վախեցնել։ 21-րդ դարը մենք բոլորս ազատության սերունդ ենք այստեղ։ Այսինքն մեզ ուրեմն բանը ազատության սերունդ ենք, իհարկե Սարգիսով հասկանալու մարդ ունենք, որ իրենք կարող են այդ հղումը անել, բայց շատ կարևոր է, որ արդեն սովետական միությունը փլուզվել է անվերադարձելիորեն։ Սովետական միության փլուզման մեջ արմատական դեր է ունեցել Հայաստանի Հանրապետության այսօրվա հասարակությունը Ղարաբաղի շարժումը։ Եվ դրանից հետո այն ազգային ինքնագիտակցությունը, որին մենք հասել ենք, թույլ չի տա այստեղ գտնվող որևէ մեկին վտանգի տակ դնել 1000 տարի հետո վերականգնված անկախությունը։ Ինչի մասին է խոսքը, դա քննարկելի է ուղղակի, որ անկախության սերունդը, նոր երիտասարդությունը հարցի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Նախորդ անկախության կորուստը մենք վերականգնեցինք 900 տարի հետո։ Յուրաքանչյուր տերմինին դեմ ենք, եթե դա մեր սուվերենության կորուստի մասին է։ Կողմ ենք միայն տնտեսական ինտեգրացիաներին եւ այն ուղղություններով նաեւ, որը թերագնահատվել է։ Մյուս բանը, ինչպես նշեցիք, շատ կարևոր է նաեւ կուզեի ավելացնել առաջի հարցից։ Դուք ասացիք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կուզեմ մեկ անգամ էլ ասել։ Շատ կարևոր է հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ, բայց կա մի հատ հարց։ Մենք պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը, որովհետեւ ամեն ինչ որ ժամանակը մեկ կարող է քո հիմնական դաշնակցի մոտ լինի վիճակ, որը քո անվտանգային խնդիրներ կարող է քո համար ստեղծել։ Դրա համար ավելի լայն դաշինքները միջազգային Հայաստանի համար ընդունելի են։ Կարողացա, չէ՞։ Շատ լավ։ Քպականները ճիշտ եք ասում, ներկայացնում են իրենց արևմտյան ուժի կրող, որովհետև ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում իրենք չկարողացան հարաբերություն ստեղծել։ Արևմուտքում կարողացան մի քանի անգամ հանդիպում ունենալ, բայց եթե իրենք կարող են Հայաստանի համար լուծել այն տնտեսական հարցերը, որը ժամանակին արևմուտքը լուծել է, օրինակ Չեխիայի համար, նստենք քննարկենք եւ ուղղակի մեզ գովազդն են ցույց տալի, բայց տակը բան չկա։ Սա ուղղակի մենք վճարելու ենք դրա համար, բայց ստանալու ենք ոչ մի բան։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իմ խորին համոզմամբ ունակ չէ Հայաստանի համար ապահովել այնպիսի աջակցություն, տնտեսական եւ ոչ միայն, ինչպիսին ժամանակին ստացել է Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը։ Այս պարագայում արևմուտքից այս պարագայում մենք տեսնում ենք, որ մենք ունակ ենք տնտեսական այնպիսի հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ, որ մինչև այսօր չի եղել։ Ճիշտ է, դա դժվար չէ, որովհետև հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են։ Ֆրանսիայի հետ առևտուրը $100 միլիոն է Հայաստան։ Մեծ հերոսություն չի լինի մեզ համար Ֆրանսիայի հետ առևտուրը մեծացնել, ռազմապատկել երկու անգամ օրինակ, բայց անգամ դա է ձեռք բերում։ Մենք պետք է եւ վստահեցնում եմ ձեզ, արևմտյան երկրների հետ տնտեսական հարաբերությունները կզարգանան ավելի դինամիկ, քանի որ երկրում լինելու է ավելի տնտեսապես ավելի պատրաստված իշխանություն։ Մյուս հարցը կոալիցիաների հետ կապված։ Սամվել Կարապետյանի բանտում լինելու հանգամանքը բացասական է ազդելու, իհարկե, մեր գյուղեր, որ այցելում ենք, մարդիկ իրեն են հարցնում, իրեն են ուզում տեսնել
քաղաքում էլ ինձ ով տեսնում է դա է հարցնում։ Մեր